Սկանդալային նոր տեղեկություններ Ջեֆրի Էփշտեյնի և Թուրքիայի կառավարության միջև կապերի մասին։ Սեռական բնույթի ծառայությունների էլիտար ցանցի հիմնադիր Էփշտեյնը պարզվում է Էրդողանի թիմակիցների հետ քննարկում էր հայկական լոբբիին հակազդելու հարցը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ է հայտնի։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված այդ Էփշտեյնի ֆայլերը վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները փորձում էին օգտագործել այդ սկանդալային ազդեցիկ քաղաքական գործչին սեփական ազդեցությունը Վաշինգտոնում կայացվող որոշումների վրա տարածելու համար։ Ընդ որում այդ թվում նաև հայկական հարցում դեր խաղալու նպատակով։ Այդ ցուցակները հաստատում են այն, որ 2010 թվականի նոյեմբերին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ամերիկացի ազդեցիկ մեծահարուստ Թոմաս Փրիցքերի հետ, ով Ջեֆրի Էփշտեյնի մտերիմ ընկերն էր։ Դավութօղլուն հաստատում է, որ իսկապես հանդիպել է Փրիցքերի հետ եւ քննարկել է նրա հետ հայոց ցեղասպանության թեմայի խնդիրը եւ այն, թե ինչպես կարելի է հակազդել հայկական լոբբիին խանգարելու համար ցեղասպանության ճանաչմանը։ Եվ այդ հանդիպումից հետո Փրիցքերը նամակագրություն է ունենում Էփշտեյնի հետ եւ ներկայացնում է Էփշտեյնին Դավութօղլուին որպես մի մարդու, ում հետ արժի գործ ունենալ։ Այսինքն ամենից պարզ է դառնում, որ Փրիցքերը բարեխոսում է, որպեսզի արտգործնախարարը Թուրքիայի կարողանա հանդիպի Էփշտեյնի հետ։ Եվ քանի որ մեզ հայտնի է Դավութօղլուի ու Փրիցքերի հետ միջև հանդիպման բովանդակությունը, կարող ենք ենթադրել, որ նույն թեման Դավութօղլուն քննարկել է նաև Էփշտեյնի հետ։ Այլ վարկածներ չկան, քանի որ կարծում եմ տրամաբանությունը հենց դա է ենթադրում։ Ինչու՞մ կարող էր օգնել Էփշտեյնը։ Դե հաշվի առնելով այն, թե ինչ բնույթի ծառայություններ էր մատուցում սովորաբար Էփշտեյնը բարձրաստիճան պետական գործիչների, իսկ նրա ստեղծած այդ սեռական բնույթի ցանցը սպասարկում էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց, այդ թվում արևմտյան գերտերությունների կառավարությունների, խորհրդարանների անդամներին, թագավորական ընտանիքի անդամներին, կարող ենք ենթադրել, որ այս դեպքում եւս Թուրքիայի իշխանությունները փորձել են օգտագործել նրա անկողնային ռեսուրսները սեփական ազդեցությունը տարածելու համար եւ հայոց ցեղասպանության ճանաչմանը խանգարելու համար։ Դավութօղլուն փորձում է հերքել այն, որ անձամբ հանդիպել է Էփշտեյնի հետ, բայց Փրիցքերի հետ նրա զրույցի բովանդակությունը վկայում է այն մասին, որ այդ հանդիպումը իսկապես եղել է։ Եվ հատկանշական այն է, որ Էփշտեյնի եւ Դավութօղլուի ենթադրյալ հանդիպումից անմիջապես հետո ամերիկացի ազդեցիկ օլիգարխ Թոմ Բերեքը, ով ավելի ուշ նշանակվեց Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան, սկսեց բացահայտ լոբբինգ հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Բերեքը Էփշտեյնի մտերիմ ընկերն է եւ Էփշտեյնի ֆայլերում նրա անունը հիշատակվում է ավելի քան 540 անգամ։ Չնայած դրան Դոնալդ Թրամփը նպատակահարմար չի համարել նրան հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից։ Թեև օրինակ Թոմ Փրիցքերը իմ կողմից հիշատակված հարկ է համարել այդ սկանդալից հետո հրաժարական տալ Hyatt Hotels International այդ մեծ հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդի պաշտոնից եւ փաստորեն դրանից հետո Hyatt International-ի փաստացի ղեկավար դարձավ մեր հայրենակից Մարկ Հոփլամազյանը եւ տարօրինակ կարող է թվալ, հա, մի կողմից Փրիցքերը օգնում է թուրքերին հայոց ցեղասպանության ժխտման հարցում, մյուս կողմից իր բիզնեսը կառավարելու գործում վստահում է եւ օգտագործում է հենց այդ ցեղասպանության զոհերի ժառանգի ունեցած ռեսուրսը։ Արտյոմ, սա միակ փաստը չէ, որ Էփշտեյնը կապեր է ունեցել թուրք պաշտոնյաների հետ։ Էփշտեյնի այդ ֆայլերը հաստատում են այն, որ բազմիցս համագործակցել է եւ թուրք բարձրաստիճան գործարարների, ազդեցիկ մարդկանց եւ նաեւ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես պարզվում է 2008 թվականի քրեական գործում երևում է, որ Էփշտեյնը անչափահաս մարմնավաճառուհիներ է բերել այդ թվում նաեւ Թուրքիայից։
Հիշատակվում է այդ Էփշտեյնի ֆայլերում նրա երկխոսությունը, նրա նամակագրությունը տնտեսագետ Լարի Սամերսի հետ, որի ընթացքում քննարկվում են Էփշտեյնի եւ Թուրքիայի իշխանությունների միջև համագործակցությունը եւ հիշատակվում է ինչ որ գումար $250,000։ Կարող ենք միայն ենթադրել, թե ինչ տեսակի ծառայությունների համար է այդ գումարը ստացել Էփշտեյնը։ Դե հայտնի եւ շատ յուրահատուկ կապեր են կապում Էփշտեյնին հայտնի հանրապետական գործիչ Մեհմեդ Օզի հետ, ով ազգությամբ թուրք է եւ հայտնի է որպես հայոց ցեղասպանության այսպես գաղափարախոսներից մեկը Միացյալ Նահանգներում։ 2016 թվականի փետրվարի 1-ին, ինչպես հաստատում են հենց այդ հրապարակված նյութերը, Օզը եւ նրա տիկին Լիզան հրավիրել են Էփշտեյնին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ երեկույթի։ Դու կարող ենք ենթադրել, թե ով էր ուղեկցում Էփշտեյնին այդ երեկույթին, սովորաբար նրան ուղեկցում էին նման երեկույթներին անչափահաս օրիորդները հայտնի համբավ ունեցող։ Այդ ամենը միայն մի մասն է Թուրքիայի հետ Էփշտեյնի կապերի մասին հաստատող փաստերը։ Ինչ հիշատակում կա Ադրբեջանի մասին։ Ադրբեջանի մասին եւս հիշատակումներ կան եւ հաստատվում է, որ Բաքվի իշխանությունների հետ նա նույնպես շփում եւ կապ է ունեցել։ Առնվազն մեկ անգամ նա եղել է Բաքվում։ Մասնավորապես մարտի 2014 թվականի մարտին նա նամակագրությունում հիշատակում է այն մասին, որ պատրաստվում է Բաքու մեկնել եւ իրեն պետք է ուղեկցեր Սվետլանա անունով մի օրիորդ, որը ենթադրաբար նույնպես անչափահաս էր այդ ժամանակ։ Որի հայտնի չէ, թե կոնկրետ ինչ առաքելությամբ էր Բաքու մեկնելու Էփշտեյնը եւ կոնկրետ երբ է կայացել նրա այդ ուղևորությունը։ Բայց 2015 թվականին այն ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Ջիմ Միլլերը հենց Բաքվից կապ է հաստատել Էփշտեյնի հետ եւ ինչ որ թեմայի շուրջ կարևոր զրույց է ունեցել, բովանդակությունը նրանց զրույցի մասին հայտնի չէ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումը, այդ զրույցը եղել է այն ժամանակ, երբ պաշտոնյան Բաքվում է եղել, կարծում եմ կարևոր է։ Շնորհակալություն Արսեն։